Խանթաշյան, այսօր դատական նիստն է հերթական, այս պահին կալանավարում Բագրատ Սրբազանը եւ Վահագն Չախալյանն են։ Բոլոր 17 մասնակիցներին, 18 մասնակիցներին համարում էին ահաբեկիչներ եւ այս պահին ընդամենը 2 հոգի են կալանավարում։ Միթե եթե ահաբեկիչ են, ո՞նց են այս պահին ազատության մեջ։ Ինձ թվում է ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կար։ Եթե մենք ահաբեկիչ ենք, ես ահաբեկիչ եմ, բա ո՞նց եմ այսօր ազատության մեջ։ Ու ինչպես է լինում, որ մեկ շաբաթ առաջ ես լինում եմ շատ վտանգավոր ահաբեկիչ, մեկ շաբաթ հետո դառնում եմ ինչ-որ ընդհանրապես չվտանգավոր մարդ։ Աբսուրդ է ուղղակի, բարև ձեզ, մեր ժամանակների, չգիտեմ, աբսուրդն է, որ կարող է նման գործ հարուցվել եպիսկոպոսի ու նաև այդքան պատվարժան անձանց դեմ ու անիմաստ տանել պահել մարդկանց բանտերում։ Ես մեկ-մեկ որ ինչ-որ կատակով ինչ-որ բաներ եմ հիշում բանտից պատմում, ասում են ո՞նց ես ապրել այդ միջավայրում, ասում եմ դե ապրել եմ էլի։ Այսինքն հեչ լավ տեղ չի այդ բանտը։ Ու մարդկանց տանում են բանտերում պահում ինչի համար, ոչնչի։ Այդպես։ Ինչ կարծում այսօր դատական նիստը ինչ արդյունք կունենա, բավարար հիմքեր ունենան, փաստարկներ կարողանան առաջ բերել, որպեսզի ապացուցեն ահաբեկչությունը։ Դե այսօր այդ փուլին դեռ չենք հասել։ Մենք դեռ նախնական դատալսումների փուլում ենք գտնվում։ Դեռ խափանման միջոցների հարցեր կան, որ պետք է քննվեն, դեռ մենք այդ ինչ-որ 311 հոդված կա, դրա բոլոր կետերը չենք սպառել, պիտի հիմա ապացույցների ծավալը որոշեն, դեռ մի ամբողջական դատական նիստ խնդրել են, որ դրան տրամադրեն, դատախազությունն է խնդրել, այնպես որ դեռ չենք հասել այդ ապացուցման փուլին, բայց միևնույն է, այս նույն դատարանը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես որ ԱԱԾ-ն է կեղծել ապացույց, ինչպես քննչականն է այդ նույն կեղծած ապացույցը հաստատել, ինչպես դատախազությունն է այդ կեղծած ապացույցի հաստատումը նորից հաստատելու եկել դատարան, նույն ձևով դատարանն է հաստատելու։ Ես անկեղծ հույս չունեմ հայկական Հայաստանի որևէ ատյանում, որ արդարացման վճիռ կլինի, խափանման միջոց հնարավոր է փոխեն, բայց արդարացման վճիռ մի տեսակ չեմ պատկերացնում, որ կլինի, թող ես սխալվեմ, մեղա Աստուծո, բայց մենք միևնույնն է, թեկուզ Եվրոդատարանի միջոցով մենք պիտի հասնենք արդարացման, որովհետև այդ ամենակարևորն է։ Նրանք կպել են մեր արժանապատվությանը։ Մարդիկ կա, որ հավատացել են, որ մենք ահաբեկիչ ենք։ Մենք պիտի այդ վճիռը ունենանք ձեռքներս, որպեսզի մարդկանց ասենք, տեսեք, որ այստեղ ահաբեկչություն չկա։ Ազնիվ մարդկանց, ովքեր դուրս են եկել հայրենիքի համար պայքարի, ահաբեկչության մեջ են մեղադրում։